կառավարությունից նրանք որքանով ձեր պահանջին առաջ կգան։ Պահանջին որ մեր զոհված տղաները 23 թվին զոհված սեպտեմբերի 19-ին պատերազմում։ Մենք ուզում ենք որ Նիկոլ Փաշինյանին դիմենք մեր զոհված տղաները աջունները բերենք, արտաշինները բերենք ստեղ։ Հա, մենք ենք ուզում շատ ենք խնդրում, եթե հնարավոր է, օրինակ կարողանում են այդ ադրբեջանցիների հետ այդ նոթը, բենզինը, ցորենը բերեն, մեզ օգնեն, որ մեր երեխաները, մեր զոհված երեխաները արտաշիններն Արցախից բերենք ստեղ։ Բայց հավատում եք այս պահանջի իրականացմանը։ Դե ես չեմ գնացին եկել մեր հավատն է արդեն կորի։ Չենք հավատում, միգուցե ես մի անգամ կարողանանք։ Ես ինչ կդառնա։ Օրվա իշխանությունների համար Արցախի էջն էլ է փակ, նրանցից ինչ սպասելիքներ ունեք հիմա։ Դե ես սպասելիքներ ունեմ, ես չեմ ուզում որ Արցախի էջը փակվի։ Ես միշտ ուզում եմ որ Արցախը լինի։ Հələ մեկ վերադառնանք Արցախ։ Մեկ մենակ ենք ուզում։ Այս ընթացքում որևէ արձագանք ստացել եք կառավարությունից։ Ես այդ կառավարությունից բան չեմ հասկանում, ճիշտ ասած։ Հա, ես ինչ իմանամ, ինչ ա։ Որևէ կերպ ձեր խնդրին չեմ փորձել անդրադառնալ, որևէ կերպ լսել ձեր խնդրին։ Ես չեմ գնացել կառավարություն, գնամ կառավարություն, ես մենակ եմ ուզում, որ իմ երեխայի գերեզմանը բերեմ ստեղ, որ կարողանամ գնամ իմ երեխայի գերեզմանին արցիվեմ, մի ծաղիկ դնեմ։ Ես մենակ եմ ուզում։ Որդին է։ Հա, իմ տղան է։ Եղբայրական գերեզմաններում է հուղարկված։ Չէ, Մարտունի։ Իմ տղան էլ ոչ մի բան չունեմ, այդ տղան է, ոչինչ չունեմ, մնացել եմ մենակ։ Այդ էլ ոչ մի բան չունեմ։ Շնորհակալություն։